Հոկտեմբերի 25-ին Գյուտ Խաչի տոնի նախատոնակին երեկոյան ժամերգության ընթացքում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Միածնայիչ Մայրտաճարում կատարվեց քահանայական ընծայման կարգ։ Խորհրդակատար պաշտոնյան Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանն էր։ Հանդիսավոր այդ օրը եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող 6 սարկավագներ ծնրադիր ուխտեցին հավատարիմ մնալ քահանայական կոչմանը և եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։ Սրբազան հայրը արարողակարգի համաձայն հարց ու պատասխանի միջոցով հավաստիացում ստացավ, որ նորընծահոգևորականները մերժում ու զոհվում են հերետիկոսներին, ուխտելով հետևել Սուրբ առաքյալներին և միակամ լինել Հայոց Հայրապետի շուրջ։ Նվիրապետական յուրաքանչյուր կարգ ունի իրեն հատուկ աղոթքը, որով հայցվում է Սուրբ Հոգու շնորհը, որպեսզի ձեռնադրվողը կարողանա իր պաշտոնը կատարել ավետարանական ուսուցման և մեր եկեղեցու սրբազան ավանդության համաձայն։ Հաջորդ օրը Գարեգին II ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ տոնական Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց քահանաների օծման սրբազան արարողությունը։ Գյուտ Խաչի տոնի առիթով տաճար էր բերվել նաև Փրկչի խաչափայտի մասունքը հավատացյալներին զորություն բաշխելու համար։ Սուրբ Պատարագի ընթացքում Մակար սրբազանը սրբալույս միրոնով օծեց նորընծաների ճակատներն ու ձեռքերը, քանի որ նրանք միայն Սուրբ օծումով կարող են հասու լինել աստվածային պատգամին և արժանանալ հոգևոր շնորհների։ Ի նշան նոր մարդ դառնալու խորհրդի, սրբազան հայրը նորաոծ եկեղեցականներին նոր հոգևոր անուններ շնորհեց։ Արարողության ընթացքում նորաոծ քահանաները Տեր Ավետիսը, Տեր Դավիթը, Տեր Գառնիկը, Տեր Մեսրոպը, Տեր Հովանը և Տեր Նշանը իրենց անդրանիկ օրհնությունը բաշխեցին հավատացյալներին։ Սրբազան հայրն իր քարոզում անդրադարձավ քահանայության խորհրդին, ընդգծելով, որ յուրաքանչյուր ձեռնադրություն նոր ուժ, կորով ու սեր է փոխանցում եկեղեցու ներկային և գալիքին, որովհետև նորաոծ քահանաները գալիս են զորացնելու հավատը, սերը, խոնարհությունը մեր ժողովրդի մեջ, դառնալով աջակից ու զորակից իրենց ավագ եղբայրներին, որոնք արդեն իսկ քայլում են խաչի օրհնյալ ճանապարհով։ Սիրելի քահանա հայրեր, աղթանքս է, որ հավատարիմ մնաք ձեր տրված երդմանը, որ Սուրբ Սեղանի առջև ասում եք, թե պատրաստ եք կատարել բոլոր հրամանները և սուրբ կանոններով քայլել առանց հակառակվելու ձեր հոգևոր առաջնորդներին։ Աղթանքս է, որ քայլեք խաչի ճանապարհով, որը նեղ ճանապարհ է, որը տանում է հավիտենական կյանք ու Քրիստոսի քահանայի ճանապարհը, իսկ մյուսը, որը լայն է, տանում է կործանում։ Դուք օրինակ վերցրեք մեր հայրերից, մեր շուրջը ապրող ու արարող եղբայրներից, որոնք վստահ հավատքով ընթանում են նեղ ճանապարհով, լցված Սուրբ Էջմիածնի հանդեպ արժեք սիրով և որոնք իրենց տոկունությամբ մեզ ուժ են փոխանցում ասելով. եթե կցորդեք Տիրոջ չարչարանքներին, հաղորդակից կլինեք նաև նրա փառքին։ Իր քարոզում անդրադառնալով Գյուտ Խաչի տոնի խորհրդին, սրբազանը նորաոծ եկեղեցականներին հորդորեց ապավինել Տիրոջ խաչին, մերժել եսասիրությունն ու փառամոլությունը, հրաժարվել նյութապաշտության և աշխարհատենչության բոլոր ընթացքներից և մեր Սուրբ եկեղեցուն նվիրվել Սուրբ վարքով, ուղիղ հավատքով, շրջաջան մշակի համբերությամբ, խոնարհությամբ և հեզությամբ։ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ մայրաթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը Սուրբ Խորանի վրա շնորհավորեցին նորաոծ քահանաներին, համբուրելով նրանց միրոնադրոշ ճակատներն ու ձեռքերը։ Նորաոծ քահանաները Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կանցկացնեն 40-օրյա պահեցողության աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն հայ եկեղեցու տարբեր կառույցներում։
ամենաբարձր ու ամենապատվելի զգացումն ունենք, քանի որ Աստվածային շնորհով լցվեցինք ու պիտի այլևս ոչ թե սարկավակ, այլ մեր քահանայական, որպես հոծյալ, ձեռնադրված հոգևորական, մեր քահանայությունը բերենք Սուրբ խորանների առջև, անսասան պահելով մեր Տիրոջ հավատը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ու մեր հայրերի ավանդած ամենամեծ վաստակը ունենալով պիտի շենացնենք հայոց երկիրը, հայոց եկեղեցին։ Իրապես զգում ես Տիրոջ այն քահանայական շնորհը, որ պարգևում է խորանին քեզ, եւ գիտակցումը դրանից առաջ եւ այդ զգացողություն ունենալով, դաստանալով եւ մեկտեղ պատրաստական ես լինում առաքելագործությունը շարունակելու։ Ինչպես որ առաքյալները քարոզեցին Քրիստոսին, կրկին դու մի մասնիկը դառնալու այդ առաքյալների, որոնք որ պիտի տարածեն Աստծո խոսքը, մեր Տիրոջ փրկությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։ Մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ ենք եկել այսօր քահանայական ձեռնադրության, քանի որ ամուսինս եւս ձեռնադրվող 6 քահանաների մեջ է եւ մեր համար շատ պարտավորեցնող է այս օրը, որովհետև կոչված ենք լինելու ծառայելու Հիսուս Քրիստոսին, մեր Աստծուն եւ որպես նրա զինվորներ պետք է արդեն ուրիշ հայացքով նայենք մեր կյանքին, մեր ընթացքին եւ լինենք մեր ժողովրդի, մեր եկեղեցու կողքին։ Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր նորաոց քահանաներին, թող Աստված իրեն շնորհի սիրով, խաղաղությամբ ու համբերությամբ, որովհետև նրանք ճշմարիտ հավատքի սպասավորներն են, որպեսզի ծառայեն Աստծուն եւ մեր ժողովրդին։ Տոնական պատարագի ավարտին վեհափառին դեպի վեհարան ուղեկցող միաբանների հանդիսավոր թափորը երկարատև կանգառներ էր անում, քանի որ Մայր տաճարի բակում հայրապետի օրհնությունը ստանալու համար հավատացյալների հոծ բազմություն էր հավաքվել։ Հատկապես այս օրերին մարդկանց դեպի Մայրաթոր է բերում հույսն ու հավատն առ այն, որ անսասան է համայն հայության հոգևոր կենտրոնն իր օծյալ քահանաներով եւ քահանայապետով։ Երևի թե ոչ մի հայ առաքելական չէր մտածի, որ մենք նորից պետք է վերադառնանք այն դաժան ժամանակները, երբ հայ եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ Մայր տաճարը, որը եզակի է, որտեղ իջել է Աստծո որդին ինքը անձամբ Հիսուսը, կարող է ենթարկվի այդպիսի անլուր հալածանքների Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ, ովքեր այսօր Հովհաննավանքում ըստ էության բռնազավթել էին մեր եկեղեցիներից մեկը, խորապես մոլորված են եւ Աստված նրանց դարձի է բերելու։ Այսօրվա պատարագը առավել եւս մարդկանց դեմքերը, մեր եկեղեցու ուժը ինձ համոզեց, որ հայ առաքելական եկեղեցին, ինչպես ասվում է, ամեն հայի սրտից բխած անսասան է եւ ոչ մի զուգահեռ իրականություն, ոչ մի երկրի հակառակ կողմից եկած սպառնալիք մեզ չեն շեղելու։ Սրտի կանչով առավոտյան եկա Մայրաթոր եւ տեղյակ չէի, որ քահանաների ձեռնադրության արարողություն է, սքանչացած մինչև հիմա տպավորության մեջ եմ, հոգու սուրբ ամբողջ ներգործությունը, այդ աղոթարար մթնոլորտը շատ տպավորիչ արարողություն էր, երբևէ չէի տեսել։ Եվ շնորհակալ եմ մեր հոգևորականների նման ծառայության անձնվերության համար եւ կարծում եմ, որ մենք էլ մեր անելիքը ունենք անսասանության մասում։ Ներկա գտնվեցինք հայ եկեղեցու շարունակականության, հարատևության մի այսպես դրվագի, քահանաների ձեռնադրության եւ ուզում եմ նաեւ ցանկանալ, որ վեհապարը միշտ ամուր լինի եւ միշտ հավատացյալների աջակցությունը զգա իր թիկունքում։ Կարծես թե այդ տեսակ հավերժության հետ առնչվեիր այդ ծիսակարգը, բայց ամենահուզիչն այն էր, որ վեհապարը անցավ հավատացյալների միջով եւ ձեռքը դնում էր մարդկանց գլխներին։ Իմ գլխին է դրեց, Աստված թող պահապան լինի, ես էլ ասեցի ձեզ էլ վեհապար։ Ու աչքերս դասվեց մի տեսակ հուզվեց։ Հուզիչ էր շատ։ Ուզում եմ վերջում ասեմ, թող Աստված փրկե մեզ իջարը։
Լիաննա Չիչակյան, Սուրեն Տեր-Գրիգորյան, Հարություն Տոլանյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։